Ամուտների կոմիտեի քննչական վարչություն։ Հիմա այն միավորվել է քննչական կոմիտեում, բայց իրենք որպես կանոն տնտեսական բնույթի դեպքեր քննող ստորաբաժանում են։ Իրենք փաստացի այսօր քննում են Սամվել Կարապետյանի դեպքում իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի վերաբերյալ դրվագ եւ միաժամանակ տնտեսական բնույթի դրվագ։ Այստեղ նույն ստորաբաժանում, որ պատկերացնեք, այստեղ շատ հեշտ է հասկանալ ինչի է այդպես եղել։ Նվազագույն առնչության դեպքում դա նշանակում է, որ հիմնական այդ բլոկով կամ նման մեղադրանքներով զբաղվող ստորաբաժանումը հեռանկար չի տեսել մեղադրանքում, հրաժարվել է։ Բայց մեկ այլ ստորաբաժանում պատրաստակամություն է հայտնել այդ շատ կարևոր հունիսի 17-ից բխող Facebook-յան գրառումները մինչ օրս հասանելի են գործադիր իշխանության ղեկավարի այդ հանձնառությունը ցուցումը իրացնելու տեսանկյունից եւ մինչ օրս այդ ամենը շարունակվում է։ Այն, որ դրանք միասին համատեղ են քննվում, դա եւս աբսուրդ է։ Ընդհանրապես Սամվել Կարապետյանի այս գործի, եթե պատկերացնենք վարույթի նյութերը, ամեն էջը թերթելուց կարող ենք աբսուրդները արձանագրել։ Իդեպ ցավոք սրտի էջ չկա որտեղ չլինի աբսուրդ։ Կներեք նույնիսկ, բայց մեր կողմից ներկայացված միջնորդությունները այնքանով են խնդրահարույց, որ մենք ստիպված արձագանքում ենք այդ աբսուրդներին, որտեվ սա է այս գործը։ Բայց պարզապես երբ փորձում ենք աբստրահվել ամեն ինչից, այս գործի հետ կապված, որ ոնց կարող է լինել կոչ միաժամանակ տնտեսական բնույթի մեղադրանքի հետ զուգահեռաբար քննվող, հա դա ինքնին նոնսենս է, հարգելի գործընկերներ, բայց ինչև է։ Մեկ հարցի պատասխանն է ինձ ամենից շատը հետաքրքիր։ Ինչ կլիներ, եթե Սամվել Կարապետյանին իսկապես թույլ տային գնար հոր գերեզմանին։ Անկեղծ։ Ունեք ինչ կլիներ։ Բացահայտեմ։ Քննիչը համարում է, որ գերեզմաններ գնալը դա հանրային վայր գնալ է։ Իսկ տնային կալանքի դեպքում, քանի որ սահմանափակումներ են կիրառվում, այդ հանրային վայր պետք չի գնալ։ Ես անկեղծ մի հատ հարցում եմ։ Ինչպես ենք, չէ՞ մենք հաճախ ցիտում Աստվածաշունչը իրավաբանության տեսանկյունից, մարդասիրության տեսանկյունից մի կարևոր հանգամանք կա, չէ՞ որ մեզ հուշում են, որ պետք է դիմացինի հետ վարվենք այնպես, ինչպես կցանկանային, որ մեզ հետ վարվեին։ Արդյոք այդ հարգարժան գործընկերները կցանկանային, որ իրենց որևէ մի մտերիմի, ծանոթի, ես չեմ էլ ասում թշնամու, նկատմամբ վերաբերմունքը այսպիսին լիներ, որ 7 ամիս նվազագույն բժշկական ստուգում չիրականացնեն։ Հասկացանք Սամվել Կարապետյանի տեսակը այնպիսինն է, ինքը ոչ մի գանգատ չի տվել։ Հասկացանք։ Իդեպ չարությամբ էլ չի լցվել։ Հասկացանք։ Բայց դա կարա լինի պատրվակ, որ չթողես մարդը առաջին տարին գնա գերեզմաններ, չթույլ տաս դա։ Իմանաս, որ 7 ամիս մի հատ բժիշկ չի այցել իրան, արան անալիզ վերցնի։ Դրա այդ համերաշխ լինեք, այդ ամեն ինչի պայմաններում կիրառվի էլի խիստ խափանման միջոց տնային կալանք, բայց այդքան մարդասիրության դեֆիցիտ ունենանք, որ րոպե շուտ այն առաջին աշխատանքային օրը գա, էդ էլ գիտեք ինչի է նախր, թե չէ դեկտեմբերի 31-ին մուտք կանեին։ Խնդիրը նա է եղել, գրասենյակը երևի չի աշխատել։ Անկեղծորեն եմ ասում, ես ունեմ համոզմունք դրա համար, թե չէ դեկտեմբերի 31-ին առավոտյան ժամը 9-5 հանգարց շուշանանք։ Չէ որ ասում եմ հիմա, կարող է օրինակ ես պատուանը բացում եմ եւ տեսնում եմ, որ երկինքը փուլ չի եկել տնային կալանքի կիրառմամբ։ Կարող է իրավապահները կամ այս գործով քաղաքական հրահանգները իջեցնողները լրիվ այլ տեսարան են տեսնում։ Հա մի հատ դուք էլ կարող եք, հարգելի գործընկերներ, անկեղծ ձեր կարծիքը ասեք, որտեվ ես ունեմ համոզմունք, որ եթե Հայաստանի Հանրապետությունում իսկապես մենք ուզում ենք գտնել հարցադրումների պատասխանը, թե ինչ է արդարությունը, ինչ է արդարադատությունը, ինչն է դատավորի խիղճը, առաջինը պետք է լինենք մարդասեր եւ առաջնորդվենք իրավունքի գերակայությամբ, ավել բան պետք չի։ Մի հատ կհիշեցնեք կներեք։
Չէ, COVID-ը հաստատվել է, եկեք պատասխանեմ, COVID-ը հաստատվել է հետազոտությունից հետո։